շատ ավելի վտանգավոր կետեր կան։ Մասնավորապես ռուս ուղղափառ եկեղեցու վերադարձը Ուկրաինա, մասնավորապես ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելը։ Եվ եթե այդ բոլոր հանգամանքները հաշվի առնում ենք, ստացվում է, որ Ռուսաստանը ընդամենը փորձում է ստատուս քվո հաստատել, բայց ոչ խաղաղություն։ Եվ լինելու է ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակ, հակառակ նրան, որ այդ համաձայնագրով արձանագրվում են, թե եթե կողմերից որևէ մեկը պատերազմ վերսկսվի, կվերականգնվեն պատժամիջոցները եւ այլն եւ այլն եւ այլն։ Իրականում ես չեմ կարծում, գուցե ասածս մի քիչ էլ ինտրիգային հնչի, ես չեմ կարծում, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը կգնա այս համաձայնագրի ստորագրման։ Երկու պատճառով, կանխեմ ձեր հարցը։ Նախ առաջին, նա չի հասել, այնուամենայնիվ դեռ չի հասել իր գլխավոր նպատակին, որի համար սկսել է պատերազմը, իսկ իր գլխավոր նպատակը Ուկրաինայում սեփական Յանուկովիչ 2 ունենալն էր։ Կիևը վերցնել, իրենք 3 օրում ուզում էին Կիև հասնել։ Այո, 3 օրում ուզում էին Կիև մտնել, բայց ինչքան ժամանակ են խրվել ու չեն կարողանում պատերազմ ավարտել, պատերազմը սկսելը գործի կեսն է, պատերազմը պետք է ավարտել։ Եվ կա Պուտինի համար երկրորդ փաստարկը, որը բազմիցս բարձրաձայնվել է առ այն, որ գործող իշխանությունը Ուկրաինայի լեգիտիմ չի։ Հիմա ինչպես է Պուտինը ինքը իր Լավրովը, ինքը իր Զախարովան, իր հայտարարությունների զանց առնելու եւ գնալու Զելենսկու հետ համաձայնագիր ստորագրելու, չէ՞ որ Զելենսկին ըստ իրենց լեգիտիմ չի։